Հունիսի 22-ն է, քիչ առաջ Սևանի ջրասուզակ Վայ Մելքոնյանը առավոտյան 8-ից Փամբակ գետում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեց 13-ամյա ջրահեղձ եղած աղջնակի մարմինը։ Այս պահին Վահեն իր գործընկերների հետ մեծ դժվարությամբ հին մոտեցրեց ափին, հիմա սպասում են հավանաբար, որպեսզի դեպքի վայր ժամանեն քննիչները։ Այսօր գիտեք, Լոռու մարզը ժամանել նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ով տեղում ծանոթացել էր ջրասուզակների եւ փրկարարների համայնքային ոստիկանների ու պարեկների կողմից իրականացվող որոնողական աշխատանքներին։ 8-րդ օրը Վայ Մելքոնյանը հայտնաբերեց 13-ամյա աղջնակի մարմինը։ Ընկնելու վայրից մոտավորապես Վահե ջան, ընկնելու Կարինջան խանգարում է ստությունը։ Վահե, ընկնելու վայրից քանի մետր է հեռավորություն մոտ։ Մոտ 600 մետր եւ ինչքան խորություն։ Վայեն երեխայի մարմինը հայտնաբերել է մոտ 600 մետր հեռավորության վրա ընկնելու վայրից եւ մոտ 1.5 մետր խորության մեջ։ Ես որ ասում եմ, Վահեի անունը պիտի ոսկե տառերով գրվի փրկարար ծառայության պատմության մեջ եւ ոչ միայն Վահեի, այլև հենց բոլոր ջրասուզակների, բայց դե Վահեն իմ համար համարվում է այս գործի վարպետներից մեկը։ Բայց հիմա կարող է շատերը ինձ մեղադրեն, մարդը իր տեսակով իր աշխատանքն է կատարում ու դրա դիմաց ստանում է ընդամենը 170,000 դրամ աշխատավարձ։ Հարգելի կառավարություն, հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, խնդրանքով դիմում ենք ձեզ, վերանայեք եւ ջրասուզակների, փրկարարների աշխատավարձը խնդրանք հնարավորության սահմաններից դրա հնարավորությունը կա բարձրացնեն։